Հանրապետության հրապարակը 1 ժամով վերածվել է բացօթյա մեծ բեմահարթակի, պայմանական բեմում ավելի քան 4000 պարողներ են։ Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո այս տարի որոշեցին ավելի մեծամասշտաբ միջոցառումը նշենք, ժողովրդական երաժշտության Բարեազգային կենտրոնը հանձն առավ այս պատասխանատվությունը, որպեսզի կազմակերպենք այսպիսի մեծամասշտաբ միջոցառում։ Տոնական օրվա ծրագրի մեկնարկն ազդարարվեց Հանրապետության հրապարակում տոնական շուրջպար 7 շրջանով խորագիրը կրող միջոցառմամբ։ Քանի որ մասնակիցները ավելի շատ էին, 7-ը դառավ 10, բայց դե 7-ը խորհրդանշում էր մեր աստվածային խորհրդանիշն է, որովհետև 7 հեքիաթների մեջ 7 օր 7 գիշեր, 7 որդով սեղան նստես, 7 օր հարսանիքը, թաղման ծիսական արարողությունները կապված 7 շրջան հետ, բայց քանի որ մասնակիցների թիվը շատ էր եւ ցանկացողներն էին շատ, դառավ 10։ Միջոցառման նպատակը հայկական պարի հանրայնացումն է։ Նախարարությունում որոշեցինք վերջնական միշտ պետք է ապրիլի 29-ը ներողություն տոնել, որովհետև եթե օրը փոխվեց, որ կիրակի լինի կամ չի աշխատի դա։ Միշտ պետք է լինի ապրիլի 29-ը, որ ով արթնացավ առավոտյան, իմանա, որ այսօր պարի միջազգային օր է համաշխարհային։ 7-ից 8 շարժ կա, 30 խումբ, 8 անգամ 30 անում է 150 պարախումբ։ 150 պարախումբը բազմապատիկ 20-ով 30-ով ստանանք են երեխաների քանակը, որ այսօր է։ Հապա նայեք ինչ հրաշք կա։ Մեծ շուրջպարի համար ընտրվել են հայկական պարզ պարերից 3 ամենահայտնիները։ Առաջինը դա հարս անել ծիսական, հարսանեկան ծիսական պարեր, որ հարսին տնից անում են։ Երկրորդը դա մեր հայտնի ժողովրդական քոչարի պարն էր եւ երրորդը կարոտ ժողովրդական պարն էր։ Առաջին անգամ 4000 եւ ավելի հոգի պարում են 3 կանոնակարգված շուրջպար, ապրեք դու։ Արի պարի կարգախոսով միջոցառումները շարունակվում են Հյուսիսային պողոտայում եւ Շարլ Ազնավուրի անվան հրապարակում։ Պարային ֆլեշմոբ է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանին հարող տարածքում, իսկ միջոցառումների եզրափակիչ ակորդը կհնչի Ազատության հրապարակում։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։